Վազգեն Սարգսյան, պատմություն մեկ րոպեում։ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1955 թվականին հայկական Արտաշատ գյուղում, պարզ գյուղացիների ընտանիքում։ Նա մեծացել է գյուղական աշխատանքի, կարգապահության և հողի նկատմամբ հարգանքի մթնոլորտում, ինչը ձևավորել է նրա անմիջական բնավորություն ու պատասխանատվության զգացումը։ Վազգենը սովորել է որպես բանասեր, աշխատել է որպես ուսուցիչ և լրագրող, գրել է պատմվածքներ և հոդվածներ, սակայն 1980-ականների վերջի իրադարձությունները փոխեցին նրա ուղին։ Ղարաբաղյան շարժման սկսվելուն պես Սարգսյանը դարձավ ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից մեկը։ Չնայած ոչ զինվորական կարիերայի, նա կարողացավ միավորել տարբեր ստորաբաժանումներ և կարևոր դեր խաղաց անկախ Հայաստանի բանակի ստեղծման գործում։ Պատերազմի ժամանակ նա դարձավ դիմադրության և հաղթանակի խորհրդանիշ, ոգեշնչելով մարտիկներին իր անձնական օրինակով և անսասան դիրքորոշմամբ։ Հետագայում Վազգեն Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար, ապա Հայաստանի վարչապետ։ Նա ձգտում էր ամրապնդել պետությունը և բանակը, անվտանգությունը համարելով անկախության հիմքը։ 1995 թվականին նա զոհվեց խորհրդարանի վրա ահաբեկչական հարձակման ժամանակ։ Նրա կյանքը դարձավ օրինակ, թե ինչպես իր խոսքի մարդը դարձավ պետության հենասյուն, թողնելով ազգային առաջնորդի կերպար։